Ինչու էր Հայաստանում Ռուսաստանի դեսպան նորերս այցելել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում լրագրողները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահից հետաքրքրվեցին, արդյոք այցը կապված է եղել Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի նախագահի հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինի հայտարարության հետ, թե ցանկալի է, որ հայաստանյան ընտրությանը մասնակցելու հնարավորություն ունենան ռուսամետ ուժերը։ Ռուսաստանի դեսպանը հանդիպման, այսպես են, խնդրանքով դիմել էր եթե չեմ մոտ 2 շաբաթ առաջ։ Այսինքն խնդրանքը հանդիպման, ձեր այն ինչ որ ասենց ասած քաղաքական իրադարձությունները որ փորձում եք կապել դա հենց առաջ է եղել եւ ըստ էության ինքը եկել էր ծանոթանալու ընթացքին նախապատրաստման եւ նաեւ ՌԴԿ նախագահի հնարավոր այցի նախապատրաստման։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր այցելել ապրիլի 9-ին։ Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպումը եղել էր ապրիլի 1-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահային ընտրություններին Հայաստան հրավիրել է Հովակիմյանը։ Հրավերը փոխադարձ է ռուս գործընկերը Երևան կայցելի առաջինը սեպտեմբերին Մոսկվա կգնա Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապաքաղաքական կառույց է։ Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ դեսպանները, միջազգային կառույցների մեր գործընկերները, որ գալիս են, իրենք հարգում են մեր օրենսդրությունը եւ իրենք շատ լավ գիտեն, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մանդատը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այսպես են, ապաքաղաքական չեզոք լինելը եւ երբեք իրենց խոսքում, գործողություններում չեն անում մի բան, որը կարող է ասենք մեր մանդատից դուրս լինել։ Այս օրերին տարբեր երկրների դեսպանների հետ հանդիպումներ պարբերաբար են լինում, ասաց Հովակիմյանը։ Ռուսաստանի դեսպանի այցը աչքի ընկավ քաղաքական վերջին իրադարձությունների ֆոնին։ Հովակիմյանի խոսքով համապետական ընտրություններին ԱՊՀ միջխորհրդարանական կազմից դիտորդներ կլինեն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ԱՊՀ 14 դիտորդներից կազմած խմբի համար վկայականները ԱԳՆ-ի միջոցով փոխանցել է։ Ռուսաստանի Դաշնության ԿՀ-ն արդեն մեր հրավերով են իրենք ժամանակ։ Երկու խողովակ ունեն, այսպես են դիտարկելու ընտրությունները, դա ԱՊՀ շրջանակներում է, ԱՊՀ գործընկերների հետ դիտորդական առաքելության շրջանակներում, ինչպես մեր падգամավորն օրինակ մեր միջխորհրդարանական վեհաժողովով նկատի ունեմ ԱՊՀ-ի, ասենք նույն Հայաստանի Հանրապետության խորհրդարանի падգամավորներ կամ դիվանական այլ ներկայացուցիչներ պարբերաբար, չգիտեմ, ԱՊՀ տարածքներում գնում են դիտորդության։ Ասեմ, այս ներկայիս կազմը, որ 14 հոգին ԱՊՀ-ն, որ հավատարմագրել է, իրենք բոլորը ներկայացնում են Ռուսաստանի Դաշնությունը, բայց իրենք ԱՊՀ ներկայացնող դիտորդներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը շեշտեց, ինքը 2022-ից է պաշտոնավարում։ Երբեք քաղաքական ճնշման չի ենթարկվել, քաղաքական ճնշում չի եղել, չի էլ լինելու, ասաց նա։ Իսկ արդյոք քաղաքական դրդապատճառներով արվեց ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունը, որով դաշինքների անունները չպետք է պարունակեն անձնանուններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը իրավունք ունի ընտրական օրենսգրքի փոփոխությունը լավատել։ Մենք իրավակիրառ մարմին ենք եւ մենք պարտավոր ենք այն ինչ ունենք գործող ընտրական օրենսգիրք ամբողջությամբ ապահովել, որ ինքը իրացվի։ Այս փուլում սահմանափակումներ չկան նաև քաղաքական ուժերի կողմից համացանցում գովազդ տեղադրելու մասով, ասաց Հովակիմյանը։ Սահմանափակումները գործելու են քարոզարշավի մեկնարկից։ Նախընտրական շրջանում խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կարող են տեղադրել մինչև 800 միլիոն դրամի գովազդ։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։